Բարև ձեզ, ես Գոհարն եմ և այսօր ես ձեզ կպատմեմ Կոմիտասի մասին։ Կոմիտասը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինյա քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը Գևորգ Սողոմոնյանը և մայրը Թագուհի Հովհաննիսյանը բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել էին Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թվականին վախճանվում է Կոմիտասի մայրը, իսկ 1880 թվականին հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո հորաքույրը։ 1876-ից 1880 թվականները Կոմիտասը սովորում է Քյոթահիայի Քարամյա դպրոցում, այնուհետև Պրուսիայի վարժարանում։ Գևորգ դա ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն, նա պետք է իր հետ մի ձայնեղ որ պատանի տաներ Սուրբ Էջմիածին Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ 20 որբերից ընտրվում է Սողոմոնը։ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին 1881-ից 1893 թվականներին բացահայտվում է Սողոմոնի դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Կոմիտասը 1895-ից 96 թվականները Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ։ 1896 թվականից խոշոր նավթարյուն դաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհաթոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու։ 1899 թվականին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան։ Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1895 թվականին դառնում է նորաբաց միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալի հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով։